Պարոն Մեհրաբյան, վերջին 2-3 շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը բավականին թեժ է, արդեն ունենք կալանավորված արքեպիսկոպոսներ, մեկը սառեցված, մյուսը գործող, կալանավորված է նաև ռուսաստանցի հայտնի օլիգարխ Սամվել Կարապետյանը, նրանց վրա բավականին ծանր մեղադրանք է դրված, իսկ խնդրեմ ձեր դիտարկումները այս ամենին։ Այո, այս ամենը ընդհանրապես դրսևորումն է Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմում նոր փուլի, որը սանձազերծել է Ռուսաստանը, իրենց այդ նոր կուրատը փորձում է այսպես կարճաժամկետ թիրախներ խոցելու մասին զեկուցել իր հանցագործ շեֆին, բայց իր մոտ չի ստացվում, ինքը զբաղված է միայն սեփական ոտքերին կրակելով եւ ինչ որ մարդկանց փորձանքի մեջ գցելով։ Ահա մենք ինչ հետ գործում ենք։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ այդ հիբրիդային պատերազմը ընդհանրապես ոչ միայն Հայաստանին է վերաբերվում, այլև ունի հստակ տարածաշրջանային ընդգրկում, եւ այո, ընդգրկում է թե Վրաստանը, ընդգրկում է Ադրբեջանը։ Եվ մենք սրացումները, որ զուգահեռ տեսնում ենք, այո, տեսնում ենք հենց այս համատեքստում։ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը թուլացել է եւ փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, փորձելով այն, ինչ կորցրել է, համարել որպես ժամանակավոր կորցրած եւ հետ բերել։ Եվ այս բավականին պարզունակ կացնային գործողությունները, որը մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից, հենց այդ բանի մասին են։ Իդեպ ռուսական շատ հայտնի լրատվամիջոցների հեռուստամեկնաբանները Կիսիլյովը, Սալավյովը եւ այլոք բավականին լկտի պահվածք են սկսել դրսեւորել, ակնհայտ փորձում են խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, իբրև թե շատ անհանգստացած են մեր եկեղեցում տեղի ունեցող իրադարձություններով եւ վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել հենց կոնկրետ թիրախային Ալեն Սիմոնյանի հասցեին, երբ նա ասել էր, որ այդ հեռուստաալիքները պետք է փակվեն Հայաստանի Հանրապետությունում եւ ասել էր, եթե իրենք իրենց կարգի չհրավիրեն, մենք դա կանենք։ Դրանք Պուտինի փչովի տիկնիկներն են, sense մեկ-մեկ ծակվում են ու այդ ծակից փսսոց է գալիս։ Դրան պետք է փիլիսոփայորեն վերաբերվել։ Դա իրենք միայն բերաններն են այդտեղ, գլուխը մեկն է։ Եվ անկախ նրանից թե Պեսկովն ինչ է ասում, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ այլ, բայց մենք տեսնում ենք, որ իրենց ենթականերին հրահանգված է միանգամայն այլ բան, հարձակվել Հայաստանի վրա, ինչն էլ նրանք անում են։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը եւ խոսքը այստեղ ոչ թե ալիքների մասին է միայն, ալիքը միայն գործիք է։ Պետք է գլուխը ջարդել։ Ուղղակի հենց տեղում եւ ես հենց այդ համատեքստում եմ դիտարկում հեցի ըստ էության ազգայնացումը։ Եվ ինչպես ասում են, Տարոսը Գազպրոմին, Տարոսը RЖD-ին, նաև մեկ այսպես գրչի շարժումով Տարոսը Ռոսատրուդնիչեստվոներին, ռուսկի դոմերին եւ այլ աղբանոցներին իրենց սպուտնիկներով, որոնք թունավորում են Հայաստանի միջավայրը։ Այս ամենին պետք է վերաբերվել համալիր կերպով, այլ ոչ թե այսպես պայքարել հետևանքների դեմ, հա, այլ այնց բռնել պատճառի կոկորդից եւ բաց չթողել մինչեւ խռռոցը դուրս գա։ Սա է, հիմա պատերազմը հիբրիդային պատերազմ բառակապակցության մեջ պետք է ընկալել, որ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները։ Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց հեցի պետականացման նախագծի օրենսդրական փոփոխությունները։ Ես խնդրեմ ասեք, ինչ սպասել Ռուսաստանից օրինակ, ինչ քայլեր սպասել այս ամենից։ Անհանգիստ շարժումներ, ոռնոցներ, խռխռոցներ եւ այլ ձայներ, որոնց պետք է վերաբերվել փիլիսոփայորեն եւ ցուցակով անել այն, ինչ ասացի քիչ առաջ։ Դե ցուցակի մասին ասացիք, հեցի աշխատակիցներին արդեն տեղեկություններ կան, որ պարտադրում են գնալ ամսի 4-ին աջակցություն Սամվել Կարապետյանի անցկացվող երթին։ Նիկոլ Փաշինյանն էլ իր էջում տեղեկացրեց, որ հեցի այն աշխատակիցները, որոնք կզբաղվեն քաղաքականությամբ, կազատվեն հուլիսին աշխատանքից, իսկ նրանց, որոնց կպարտադրեն անել, եթե չեն անի կհեռացվեն, նրանք նորից հետ կվերադառնան աշխատանքի։ Բացի դրանից դա քրեական հանցագործություն է։ Դա թրաֆիկինգի ձևերից մեկն է։
եւ այդ հեցի այդ էնտուզիաստ դուրակները, ովքեր կփորձեն մարդկանց կամքի վրա բռնանալ, այո, նրանք եթե չեմ սխալվում, մինչև 5 տարի ուղղակի բանտում մակարոն կուտեն ուժինի ժամանակ։ Եվ դա պետք է իրենք լավ հասկանան եւ խելքները գլուխները հավաքեն։ Եվ Բագրատ Գալստանյանը եւ Միքայել Աջապահյանը մենք տարիներ շարունակ տեսնում էինք, թե ինչ ատելության խոսք են տարածում, իշխանության հասցեին, իշխանության համակիրների հասցեին, դե բոլորս տեսնում էինք քննարկումներ, հաղորդումներ տարբեր եղել են, բայց ձեզ համար սպասելի էր, որ նրանք ներգրավված կլինեն օրինակ այդ ահաբեկչական գործողությունների իրականացման Այո, որովհետեւ ի սկզբանե բանն էր, հա, երբ ատելության խոսք է տարածում եւ այդ տարածածը տատելությունն էլ քեզ ծծմբական թթվի նման եղած չեղածդ մեջդ ուտում է, վերջում այո, ամեն ինչ հասնում է բռնության։ Սա շատ օրինաչափական էվոլյուցիա է, որը տեղի ունեցավ։ Այստեղ որևէ զարմանալի բան չկար։ Այո, ամեն ինչ սկսում էր դրանից։ Հոկտեմբերի 27-ն էլ սկսեց ռոմանտիկների ուղեղը մխտռելուց տարբեր Վազգեն Մանուկյանների կողմից։ Վերջում եղավ այն ինչ եղավ։ Վարչապետը երբ իր հայտնի գրառումը արեց, հա, Գարեգին Բեի մասին եւ առհասարակ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորականների մասին, բոլորս տեսանք, թե ինչ ագրեսիվ հակահարված փորձեցին տալ հենց նույն եկեղեցականները եւ նույն ժամանակ օգտագործեցին, որ վարչապետը փորձում էր ժողովրդին հանել եկեղեցու դեմ, քարկոծում է եկեղեցուն, մինչդեռ խնդիրը հոգեվորականների մեջ էր։ Տեսեք, ոչ թե եկեղեցականները, այլ մի փոքր մաս։ Բոլոր նրանք, ովքեր այսպես նենգափոխել են ամեն ինչ եւ փորձում են նենգափոխել եկեղեցին։ Եվ հիմա խոսում են, որ ոմանք էլ, թե մենք եկեղեցու կողքին ենք։ Ոչ, դուք եկեղեցու կողքին չեք։ Դուք եկեղեցին զավթած խաչագող Քավոր Պետրոսների կողքին եք։ Ու մի խաչագող էլ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր այս համատեքստում նման հայտարարություն են իրենց թույլ տալիս միտումնավոր ձևով ընդ որում։ Ամեն ինչը նենգափոխելու համար։ Իսկ հիմա ոմանք էլ խոսում են այն մասին, որ եթե այդպես է մայրաթոռը տեղափոխենք Հայաստանից դուրս, ուրեմն ձեր ոտերը կջարդեն։ Դրա համար այո, սրան պետությունը պետք է շատ լուրջ վերաբերվի, հանուն եկեղեցու, այո, եւ եկեղեցին, եւ գանձարանը, առժամանակ պետք է արտասահմանյան ցուցահանդեսներ, եթե պլանավորված է, դրանք թույլ չտրվի, պետության սահմաններից պետք է այդ ամենը, Սուրբ Էջմիածնից պետք է դուրս չգա, ցանկացած պատրվակով։ Եվ սրանց պետք է շատ լուրջ վերաբերվել։ Սա ուրեմն պայքար է հանուն եկեղեցու ընդդեմ Քավոր Պետրոսների, խաչագողերի, ստահակների, ովքեր իրենց այդ էությունը փորձում են թաքցնել եկեղեցականի հագուստի տակ։ Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջով տեղեկացրեց, որ Կտրիշ Ներսիսյանի հեռացումը անխուսափելի է եւ նաեւ հիշատակեց, որ պետք է լուծել տեղապահի հարցը։ Ինչ է կարծում, դա մոտ ժամանակների հարց է։ Կտրիշ Ներսիսյանը անելիք չունի Սուրբ Էջմիածնում այլևս։ Եվ այո, նա վաղ թե ուշ պետք է լքի։ Եվ քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի հայտարարության նախագիծ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին լիագումար նիստով է դա քննարկվելու եւ նշված է, որ Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։ Շատ կարևոր նախաձեռնություն է, վերջապես մենք սկսեցինք գործի դնել այդ պետական մեխանիզմը, հա, որը 7 տարի ինձ համար գոնե անհասկանալի պատճառով գործի չէր դրվում, որովհետև հենց այն նույն մեխանիզմով պետք էր գնահատական տալ այն 20 տարվա կրիմինալ դիկտատուրայի
որն էլ հանգեցրեց հեղափոխությանը։ Եվ որի այդ մնացորդները այսօր ուզում են ռեստավրացիա իրականացնել, չխորշելով անգամ ահաբեկչությունից։ Այո, սա ճիշտ որոշում է, բայց հատվածային որոշում է, ինչու միայն այս դեպքին։ Իսկ ով են սրանք, ինչ շրջանակ են ներկայացնում։ Եվ ինչ սա մի փորձանք էր, որը, ասենք, բնական աղետի պես երկնքից իջավ, իհարկե ոչ։ Արմատների մասին պետք է համապատասխան գնահատականներ։ Եվ սա պետք է բխի այդ ընդհանուր գնահատականից, եւ ավելին ասեմ, այո, պետությանը պետք են օրենքներ, որտեղ համաձայն այդ գնահատականի այս ուժերի հետ աֆիլիացված կառույցները, անձինք, կուսակցություններ, լրատվամիջոցներ պետք է ուղղակի պետռեգիստրով փակվեն հանուն ժողովրդավարության։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։